Մարտի 24-ին ազգային ժողովի Եվրոինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագծին, հարցը երկրորդ ընթերցմամբ է քննարկվելու։ Ավելի վաղ օրինագծի քվեարկությունը հետաձգվել էր հանձնաժողովի մարտի 3-ի նիստում։ Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 3-ի քվեարկությունից առաջ կես ժամ ընդմիջում էր խնդրել նախաձեռնության հեղինակի հետ կառավարության առաջարկները քննարկելու նպատակով, բայց քննարկումը տևել էր ոչ թե կես, այլ մոտ 2 ժամ։ Եղոյանը պարզաբանել էր խնդիրը տեխնիկական է և սեղմ ժամկետներում քվեարկությունը կկազմակերպվի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մարտի 24-ին այցելել է Հայաստան, նա հանդիպել է Հայաստանի ագնախարար Արարատ Միրզոյանի հետ, քննարկել երկկողմ և տարածաշրջանային հարցեր, տեղի ունեցել նաև հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ։ Իրանի ագնախարարը նաև իր գրքի հայերեն թարգմանությունն է ներկայացրել, որի նախաբանը գրել է Արարատ Միրզոյանը։ Բանակցությունների ուժը գիրքը թարգմանվել է Հայաստանում Իրանի դեսպանատան աջակցությամբ։ Հայաստանից Սիրիա ուղևորված 4 բեռնատարներից բաղկացած մարդասիրական օգնության շարասյունը թուրք-սիրիական սահմանով մարտի 24-ին հասել է Հալեպի նախանք։ Այս մասին հայտնել է սիրիական սանագործակալությունը։ Հայաստանի կողմից տրամադրված 80 տոննա կշռող մարդասիրական օգնությունը ներառել է սնունդ և բժշկական պարագաներ։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ մարդասիրական օգնությունը Սիրիա ուղարկվելու համար ժամանակավորապես բացվել է հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետը, ինչը վրդովմունք է առաջացրել Ադրբեջանի մոտ։ Ազգերի լիգայի մարտի 23-ի Վրաստան-Հայաստան հանդիպումից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել։ Սկզբում վրացի երկրպագուները վազում էին խաղադաշտ իրենց սիրելի ֆուտբոլիստների հետ լուսանկարվելու, մարզաշապիկ ստանալու հույսով, բայց երբ Վրաստանի հավաքականը հեռացավ մարզադաշտից, նրանք սկսեցին անկանոն վազել ամբողջ խաղադաշտով և հայ երկրպագուների ուղղությամբ իրեր նետել ու հայհոյել անհասկանալի պատճառով։ Համացանցում ազգային բարի գեղեցիկ կատարմամբ աչքի է ընկել Զարկ համույթի ելույթը։ Այն հազարավոր դիտումների ու հիացական խոսքերի արժանացել։